Ողջույն, Reopen-ի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 5-ը։ Երևանում անցկացվող Օրբելի 2025 ֆորումում Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի երկարաժամկետ իրականացման երաշխիքը փոխադարձ շահն է, այլ ոչ թե երրորդ երկրների միջամտությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, թե 2025-ի Հայաստանում շարքային պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700,000 դրամ աշխատավարձ։ Հոկտեմբերի 27-ին անհետացած եւ մեկ շաբաթ անց սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները ժամանակավորապես տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Նրանց հետ աշխատում են հոգեբանները։ Ռուսաստանի նախագահ Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյանին։ Շքանշանը սրբազանի կրծքին ամրացրել է անձամբ Կրեմլի ղեկավարը։ Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում ռուսական եւ ուկրաինական զորքերի միջև շարունակվում են կատաղի մարտերը։ Զելենսկին դիմել է Միացյալ Նահանգներին, խնդրելով հեռահար զենք տրամադրել եւ կոչ արել Եվրամիությանը խստացնել պատժամիջոցները։ Ի պատասխան Վլադիմիր Պուտինը ցուցադրաբար պարգևատրել է նորագույն ստրատեգիական, այդ թվում միջուկային զինատեսակներ ստեղծողներին։ Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն ծանրորդներ են ճանաչվել Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Տիգրան Կարապետյանը, որոնք նվաճել էին չեմպիոնական տիտղոսները։ Հայաստանի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մեդալով է վերադարձել հայրենիք։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։